Saygıdeğer Ermenistan Başbakanı Nikol Paşinyan. Hարգարժան պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ben Bedros Şirinoğlu. Ես Պետրոս Շիրինօղլուն եմ, Ermeni Vakıflar Birliği Başkanı. հայկական հիմնադրամների միության նախագահը, Aynı zamanda Surprilis Ermeni Hastanesi Vakfı'nın başkanıyım. միևնույն ժամանակ Սուրբ Բրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի ղեկավարը։ Üstlenmiş olduğunuz görev tarihe geçecek bir görevdir. Այս պարտականությունը պատմական մի պարտականություն է։ Sayın Cumhurbaşkanımızla beraber bugün bir görüşmeniz olacak. İnşallah, Հարգարժան պարոն նախագահ, այսօր դուք հանդիպում եք ունենալու։ inşallah başarılı geçer. Ben ümitliyim başarılı geçeceğine. Աստված տա, որ այն հաջող անցնի։ Biz burada Türkiye Cumhuriyeti vatandaşı olan Ermeniler muhakkak ki huzurluyuz. Büyük bir çoğunluğumuzun memnuniyeti var. Որպես Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիներ մենք էլ դրանից մեծ հանգիստ կզգանք։ Fakat bunun yanında Sayın Cumhurbaşkanımızın senelerden beri Türkiye'de yaşayan ki halen şu anda duyumlarıma göre 115.000 Ermenistanlı Ermeni vatandaş var burada. Բայց ինչպես մեր նախագահը նշել, այստեղ կան հայ քաղաքացիներ Ve onlara kol kanat vermiştir Sayın Cumhurbaşkanı ve burada okullarına da yardım etmiştir. Ve burada Ermeni okullarında okuması için de Hayastan çocuklarının müsaadesini vermiştir. Եվ պարոն նախագահը նույնիսկ թույլտվություն է տվել, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող այդ երեխաները այստեղ կրթություն ստանան տեղի հայկական դպրոցներում։ Tabii siz bunları tabii ki biliyorsunuz. Իհարկե դուք այս մասին գիտեք, տեղյակ եք։ Sizin şansınız iyi bir cumhurbaşkanı, iyi bir kalpli bir insandan bu görüşmeleri yapmanız. Եվ ձեզ համար էլ կարծում եմ բարեբախտություն է, որ լավ նախագահի, լավ մի մարդու, լավ սիրտ ունեցող մարդու հետ այս հանդիպումները անցկացնում։ İnşallah başarılı olacaksınız. Ben öyle tahmin ediyorum. Sayın Cumhurbaşkanı da aynı fikirde olduğunu ben tahmin ediyorum. Kendisiyle zaten ara ara görüşüyorum. Վստահ եմ, որ պարոն նախագահն էլ համակարծիք է, ինքն էլ նույն մոտեցում ունի, ես ինքս նրա հետ երբեմն խոսում եմ այս թեմաներով։ Hayastanımızın huzur içerisinde olması, halkının huzur içerisinde olması bizi de çok sevindirecek. Çünkü burası Türkiye, bizim ana vatanımız, Hayastan bizim baba vatanımızdır. Մեզ համար էլ շատ ուրախալի կլինի, որ Հայաստանը, թե Հայաստան պետությունը, թե Հայաստանի ժողովուրդը խաղաղության մեջ, անդորի մեջ լինեն, որովհետև մենք որպես այստեղի հայեր, մեզ համար Թուրքիան կարծեք մայր հայրենիք է, Հայաստանը հայր հայրենիք։ Hayastan'da benim akrabalarım vardır. Հայաստանում ես ազգականներ ունեմ։ Akrabalarım vardır. Orada da onlar çok memnunlar. Այնտեղ էլ իրենք էլ գոհ են։ Ben size başarılar diliyorum. Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Bu görüşmenizin devamı gelir. Եվ այս ուսով եմ հանդիպումները շարունակական կլինեն։ Mutluluk bütün aynı milletinin olur. Եվ երջանկություն թող տիրի։ Շնորհակալ եմ շատ ձեր փոխանցած տեղեկությունների եւ մաղթանքների համար եւ գնահատում եմ նաեւ ձեր ջանքերը այն ինչ որ ասցիք, որպեսզի մեր երկրների միջև հարաբերությունները զարգանան եւ ակտիվ երկխոսություն տեղի ունենա։ Իհարկե ես համաձայն եմ հնչած այն մտքի հետ, որ տեսեք մենք պետք է հասկանանք, որ շատ կարևոր է process-ը, որը իր հետ բերում է արդյունքներ, որովհետև սպասել, որ բոլոր խնդիրները այսպես մի գործողությամբ կլուծվեն, դա իրատեսական չի։ Ասենք օրինակ, եթե 25 թվականն է, եթե 2022 թվականին օրինակի համար եմ ասում, մենք խնդիր դնենք, որ 2022 թվականին կազմակերպել Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա։ Դա կլիներ անիրատեսական խնդիր։ Իհարկե կարելի է այդ հարցը ձևակերպել, աշխատել, ջանքեր թափել, բայց ի սկզբանե դա կլիներ անիրատեսական խնդիր։ Բայց մյուս կողմից 2022 թվականին պլանավորված չէր այս այցը, բայց աշխատանք process-ը փոքր քայլերով, փոքր
փոքր քայլերով առաջ ընթանալը իր հետ իհարկե բերում է արդյունքներ եւ պետք է հետեւողական լինել ու հստակ հասկանալ, սա շատ կարեւոր է, այն կետը, որտեղ ուզում ենք հասնել։ Իսկ այդ կետը հիմնված Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների վրա դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ այստեղից բխող արդեն տնտեսական հարաբերությունների հաստատում, մշակութային երկխոսության հաստատում, սահմանների բացում, որը անպայման տնտեսական փոխ գործակցության կարևոր բաղադրիչ է, իմիջիայլոց մենք այսօր էլ տնտեսական ուղիղ կամ անուղղակի հարաբերություններ ունենք, քիչ առաջ ես չվերթների մասին նշեցի, որը գործոն է, որը կարևոր գործոն է, բայց մենք պետք է քայլ-քայլ փորձենք առաջ գնալ, ամեն հանգրվանում կարողանանք գնահատել այն ինչ որ կա, այն ինչ որ չկար արդեն կա, դա արդեն որոշակի գնահատանքի արժանի է եւ այդ հենքի վրա փորձել զարգացնել եւ կառուցել ավելի նոր, ավելի շոշափելի, ավելի տեսանելի ինչ որ բան։